Սան Պաուլոյի քաղաքային հրապարակներից մեկը կրում է Արմենիա անունը։ 1966 թվականին Արմենիա հրապարակում տեղի հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է մեծ եղեռնի լեհերի շտատին նվիրված հրապարակը։ Նաև Արմենիա անուն է կրում Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը, որի գլխավոր երկու մուտքերի մոտ տեղադրված խաչքար շրջաններ։ Այդ շրջանները հայտնի են հետևյալ արձանագրությամբ։ Այս կայարանը վերակոչվում է Արմենիա ի պատիվ այն ժողովրդի, որը եկավ այս երկիր, վերապրելով շատից առաջին ցեղասպանությունը, իր ջանասիրությամբ, տաղանդով և ապրելու կամքով եղավ Բրազիլիայի գիտակից քաղաքացին և նպաստեց այս երկրի մշակույթին, ճարտարվեստին և բարօրությանը։ Նա մեզ թույլ տվեց սովորել քվանտ վարժարանում և կազմակերպեց այս միջոցառումը, որի միջոցով մենք էլ ավելի համախոհվեցինք և ձեռք բերեցինք բազմաթիվ գիտելիքներ։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ժյուրիի անդամներին, ովքեր իրենցին ժամանակը չնայեցին և մասնակցեցին մեր միջոցառմանը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև դասմեկին, որի շնորհիվ կազմակերպեց և ի վերջո իրականացվեց այս միջոցառումը։ Բայց եկեք չմոռանանք, որ շուտով ամանոր է, իսկ իսկական բրազիլացիները ամանորը նշում են ծովափում, նրանք մտնում են ջուրը և աճեցնում բազմաթիվ ծաղիկներ։ Իսկ այժմ ես ուզում եմ սրտան շնորհավորել բոլորիս գալիք ամանորը և սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ, որ այս տարի լինի ձեռքբերումների տարի լինի։ Լինի բոլորին առողջություն, երջանկություն և նաև այս իմ խոսքերը բխում են մեր երեխաների սրտերից։ Միան եկեք բոլորով ծափարենք, շնորհակալություն։ Եվ ներողություն եք խնդրում նրա համար, որ մի փոքր ուշացավ և չկարողացաք համտեսել Բրազիլիայի խոհանոցից ինչ-որ մի քանի բաներ։ Ամեն ինչ մտածված էր, չխաբեք, դուք ասեցիք պասի ժամանակ բան չեր ուտում։ Շնորհակալություն բոլորին երեխեք ապրեք, իրոք մենք Բրազիլիայում ենք, շնորհակալություն և ծնողներին և բոլոր մասնակիցներին, ապրեք, միշտ օրհանություն։ Սլավոնական երկրներին հյուրերին ընդունված է դիմավորել աղուածով։ Այս ավանդույթը պահպանվում է նաև Բուլղարիայում։ Միայն հացի և աղի հետ միասին, աղը մատուցում են ուղթի հետ միասին, նաև կարմիր գինի։ Ոտներս կրոր։ Ճիշտն ասած մենք այդքան այդ ժլան չենք հյուրասիրելու գործով։ Ձեզ կառաջարկենք նաև բուլղարական խոհանոցի մի քանի խորտիկներ, սակայն գինին պետք է վաստակել պատասխանելով մի քանի հեշտ հարցերի։ Մենք համար հարցն ենք պատրաստել, հարգելի ժողովուրդ, թե պատասխանեք թե գինին տանեք։ Առաջին հարցը։ Որ ծովի ափին է տեղադրված Բուլղարիան։ Որ կասի, ասի։ Սև։ Ինձ է գիրի կտակ։ Որ թևի մրև։ Որ թևի։ Հաջորդ Ում լծի տակ է գտել։ Լծի տակ է եղել մինչև 19-րդ դարը։ Օսմանյան կայսրության, Թուրքիայի։ Ես երկու բաժակ։ Որոնք են ամենահայտնի Բուլղարիայի
Հայկական ծավալի հանգստավայրեր։ Ասեք։ Վառնաց բուրգա։ Վառնա բուրգա։ Ծովափնյա հանգստավայրեր։ Վառնա բուրգասը։ Ավազի բիսկի։ Մենք ինչ ունենք։ Սալտի բիշկի։ Հալո։ Սալտի բիշկի։ Դեպի չենք խաղացել։ Որն է Բուլղարիայի մայրան քաղաքը։ Ահա։ Ասա։ Ով է հռչակավոր մշակույթ, որը իր ունեցվածքը ու կարողությունը գտակել էր Բուլղարիայում։ Վանգար։ Այո։ Շեշտերով ցույց տվեք, թե ինչպես են բուլղարացիներն իրենց համաձայնությունը ինչ-որ մի բանի տալիս։ Հակառակը։ Այո, ռեստորան, Վել կարող է իրենց Իզա պետք է այդ երկիր այցելելու համար։ Ոչ։ Սակավար գինի ծավեք։ Նայացում համար։ Նայաց որ երկրից։ Կարելի է խորը բարել միայնակ։ Երևի Խորի։ Ոչ, որովհետև դասուր չպարեմ։ լեր։ Կուրսանացած մեր պարում մեզ չկա, բայց ոչինչ, կփորձենք 4 օր։ Եթե պրոբքայի մեջ է կարելի։ Բուլղարները հարավային սլավոներն են, հնուց ի վեր նրանք բնակվում են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում, բայց իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք ստիպված են եղել պայքարել անկախության համար, նախ Բյուզանդիայի, ապա Օսմանյան կայսրության դեմ, և չնայած թուրքական 500-ամյա լծին, բուլղարները կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունն ու ուրույն մշակույթը, որը շատ մոտ է արևելյան սլավոների, ռուսների, ուկրաինացիների, բելարուսների մշակույթին։ Բուլղար ժողովուրդն ունի շատ ազգային տոներ, բայց առանձնահատուկ շուկով նշում են մայիսի 24-ը սլավոնական դպրության և մշակույթի տոն։ Ավելի քան 1000 տարի առաջ այդ օրը Կիրիլ և Մեֆոդի եղբայրները ստեղծել են հին սլավոնական կիրիլիցա կոչված այբուբենը, հենց նրանք են առաջին անգամ աստվածաշունչը հունարենից թարգմանել հին սլավոներեն։ Մեզ ծանոթ է ռուսական այբուբենը և մենք վարժ խոսում ենք ռուսերեն։ Դա մեզ թույլ է տալիս համեմատել ռուսների և բուլղարների ազգային ավանդույթները։ Այժմ եկենք փորձենք բուլղարերենից թարգմանել մի քանի առասպել, ընտրելով ռուսական համարժեքը։ Էլի մեկտի ասենք։ Стария приятеля по-добр двума нови. Ռուսային ո՞րն է գինը համասույթ։ Այա, приятель, Старый приятель учил. Նորից ասախտես։ Стария приятеля по-добр двума нови. Իսկ հարուսերեն ոնց է։ Старый друг лучше новых двух. Ճիշտ է։ Bez vrebegos Artur Čipaloš. Այն մեկը, լավ, այն մեկը անցան Bez Կորանի vremegos վերջ attucil poloș. որ մեկն է այսօր։ Bez vreme. Bez vremegos. Am ուրենքար ժամանակ եկածում, լիզվանի կուսկուժը, դա
բարը առանձանների չենք բարում, թողնենք վերջին կպարենք։ Կպարենք հիմա։ Լավ, բարենք։ Մի հատ գալի հետ կպարի։ Տեսնեմ, որ տները կառուցում են խիստ նեղլիկ առաջին հարգով և ընդարձակ բեռնահարկերը, որոնք կախում են փողոցի վրա։ Այդպես են անում, որ հողամասի համար մեծ եկամտահար չվճարեն։ Լսել եմ, որ որոշ կաբրովցիներ Որ մեխանիզմը չմաշվի, իսկ ինչու են գտնում կատուների պոչերը։ որ ձմռանը ներսում դուրս անելիս դուրն արագ փակվի և ներսի տերությունը քիչ Ասում եմ, որ դուք նպատում եք ապ դրացում կտել, այդպես է։ Այո, այդ դերքում շատ ջուր կխմենք և կխնայենք ուտելիքը։ Որոշ կաբրովցիներ գիշերը հավանոցան Ինչու։ Որպեսի հավերը կարծեն, թե արդեն լուսացել է և մի անգամ է զուակ։ Նույնիսկ կան մարդիկ, որ հավաբնի մեջ փոքր մեջը տոպրակ կապում։ Հավը ձու կացի, կշրջվի, կտեսնի չկա, ստիպված մի հատ է կացի։ Քանի որ էթնիկ էքսպոմիջոցարումը համընկել է ամանորյա տոների հետ, ձեր ուշադրությանը կներկայացնենք բուլղարական ամանորյա մի երգ։ Միշտ
Բուլղար եւ հայ ժողովուրդների միջև փոխհարաբերություններ եղել են տակավին 5-րդ դարում եւ 451 թվականի ավարյալի ճակատամարտից հետո որոշ հայ իշխաններ խույս տալով պարսիկների հետապնդումից հեռացան Հայաստանում եւ հաստատվեցին Բալկանյան թերակղզում։ Բուլղարահայերն անմասում չէին նաեւ թուրքական լծի դեմ մղած դարավոր պայքարներին, իսկ 1912-13 թվականներին Բալկանյան պատերազմներին Կարենտին Նժդեի և Անդրանիկի հայ կամավորների մի հատուկ վաշտ մասնակցում էր Թուրքիայի դեմ մարտերին։ Հայերի թիվը Բուլղարիայում զգալիորեն ավելացավ 1890-ական թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից հետո։ Հանրահայտ են բուլղար հայերի բանաստեղծ Բեյո Յամորովի արձագանքն են կոտորածներին և նրա հայեր բանաստեղծությունը։ Բուլղարահայերից շատերն էլ աչքի ընկան բուլղար ժողովրդի կողմից մղած հակամիապետական և հակաֆաշիստական պայքարում։ Լավ ավարտեցինք մեր միջոցառումը, շնորհակալություն ուժերի, շնորհակալություն երեխաների ծնողներին մեզ աջակցելու համար։ Նպատակը այս միջոցառման հետևյալն է՝ ծանոթանալ երկրների տարածքներին, վերցնել ամեն մի դրական և կիրառել մեր երկրում, մեր կյանքում։ Կա մտավախություն, որ մենք մի քիչ օտարամոլ ժողովուրդ ենք, այն իմաստով, որ սիրում ենք այն ինչը մերը չի։ Երբ որ ուրիշներին ճանաչում ես, զուգահեռներ ես հասկացնում և տեսնում ես, որ այդ նույն բանը մեր մեջ կա։ Եվ այդ եղածը, որը դրականը պետք է խորացնենք ու զարգացնենք։ Ես օգտվելով առիթից ուզում եմ ձեզ բոլորիդ շնորհավորել առաջ հերթին փոքրիկների նոր տարվա կապակցությամբ, բոլոր ձեր միջոցառումները դուք հաջողությամբ հասցնեք իր նպատակին, ինչպես սա եք արել։ Շնորհակալություն այսօրվա բուլղարական րոպեներ մեզ նվիրելու համար։ Եվ ծնողներին, եւ դասթեկին, եւ ձեզ ապրեք բոլորը։ Հարգելի հյուրեր, այս կարճ ժամանակահատվածում մենք կփորձենք ներկայացնել ձեզ Իսպանիա իրավանդույթներով և մշակույթով։ Եվ այսպես, Իսպանիայի թագավորությունը պետությունը Եվրոպայի հարավ արևմուտքում։